Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասով մշտապես եմ խոսում, բայց հիմա կուզենամ հատուկ շեշտադրել զբաղվածության հետ կապված հարցը, թեև պետությունն այսպես ընդհանուր զբաղվածության երաշխավորման որոշ ծրագրեր ունի, բայց ես կարծում եմ, որ դրանք ընդհանրապես արդյունավետ չեն եւ հաշմանդամություն ունեցող անձանց շատ փոքր թիվ է ռեալ ներգրավում տարբեր աշխատանքային գործունեության շրջանակներում եւ ես կարծում եմ, որ այստեղ եւս անհրաժեշտ են շատ լուրջ հայեցակարգային լուծումներ։ Շատ կարևոր է նաև ոլորտի առնչությամբ պետական մարմինների մոտ պատշաճ գիտելիքների ձևավորումը, որովհետև օրինակ ես ամենասկզբում նշեցի մեր մշտադիտարկման այցերի մասին։ Մեր մշտադիտարկման այցերի մեծ մասը իրականացվել է նոր կառուցված, վերակառուցված կամ հիմնանորոգված ուսումնական հաստատություններ եւ թեև առաջին հայացքից ֆիզիկական միջավայրի մատչելիությունը փորձել են պահպանել ընդհանրապես թեքահարթակ կառուցելով, այն էլ ուղղակի մուտքի հատվածում, բայց իրականում անկախ այս հանգամանքից մատչելիությունը փաստացի չի երաշխավորվել, որովհետև օրինակ մուտքի հատվածում եղել է թեքահարթակ, բայց մտնում ես անմիջապես շենք, օրինակ դասասենյակ պիտի իջնես մյուս հարկ կամ բարձրանաս, բայց այդտեղ չկա օրինակ վերելակ կամ մնացյալ այլ հանգամանքների երաշխավորումը շատ մանրամասն չխոսեմ։